Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամահոր լրատվականն է, այսօր 7 հունիսի օրը շաբաթ, բարի երեկո։ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար երկրամասի Նովորոսիսկ քաղաքի պատվիրակությունը պաշտոնական այցով Գավառ քաղաքում էր։ Պատվիրակության այցը նշանավորվել է ազգությամբ հայ Նովորոսիսկի հիմնադիր հայրերից մեկի Լազար Սերեբրյակովի հուշատախտակի բացմամբ եւ այլ միջոցառումներով։ Գավառ Նովորոսիսկ եղբայր քաղաքների բարեկամության շրջանակներում Գավառում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովորոսիսկ քաղաքի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորությամբ։ Նրանց դիմավորում է համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Պատվիրակության կազմում են Նովորոսիսկ քաղաքի հայկական ազգային մշակութային լույս հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Մխիթարյանը, Ռուսաստանում հայերի միության համառուսական հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Գեորգի Պողոսովը, պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվում են 2009 թվականից բարեկամական կապերի հաստատումն ամրագրող հարցեր, այնուհետև տեղի է ունենում խորհրդանշական հուշանվերների փոխանակում։ Գավառում հյուրընկալված պատվիրակությունը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջայց է կատարում քաղաքում, ծանոթանալով դրա պատմությունը ներկայացնող մշակութային կոթողներին։ Սամվել Քոչարյանցի պուրակում տեղի է ունենում Նովորոսիսկ քաղաքի հիմնադիրներից մեկի Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Ծագումով հայ Լազար Մարկոսի Սերեբրյակովը արծաթափայլյանը ծնվել է 1795 թվականին։ Նա եղել է ռուսական նավատորմի ծովակալ, մեծ ներդրում ունեցել Սևծովյան նավատորմի եւ քաղաքաշինության զարգացման գործում։ Մեկ դարից ավելի անց նրա անունը ամրապնդում է եղբայրական քաղաքների Գավառի եւ Նովորոսիսկի կապը։ Հուշատախտակի բացման արարողությունն ուղեկցվում է պաշտոնատար անձանց ելույթներով, որոնցում եւս մեկ անգամ ընդգծվում են երկու քաղաքների բարեկամական հարաբերությունները հայ-ռուսական գործակցության համատեքստում։ Միջոցառումն ամփոփվում է ծառատունկով Անդրեյ Կրավչենկոն եւ Գուրգեն Մարտիրոսյանը ի նշան երկու քաղաքների բարեկամության պուրակում ծառ են տնկում։ Հուշատախտակի բացումը ոչ միայն հարգանքի տուրք է մեր փառավոր անցյալին, այլ եւս մեկ քայլ Նովորոսիսկի եւ Գավառի եղբայրական կապերն ամրապնդելուն։ Վերջին տարիներին մեր գործընկերությունը դինամիկ զարգանում է եւ մենք վստահությամբ ենք նայում ապագային, հույս ունենալով հետագա համատեղ ծրագրերի իրականացման։ Շնորհակալ եմ իրապես ջերմ ընդունելության համար։ Ես կցանկանայի ընդգծել այս իրադարձության կարևորությունը։ Մենք Գավառում հավերժացնում ենք Նովորոսիսկ քաղաքի 3 հիմնադիր հայրերից մեկի Լազար Մարկոսի Սերեբրյակովի հիշատակը։ Քիչ առաջ մեզ ներկայացրին Գավառ քաղաքի հիմնադիր 3 եղբայրների արձանը, եւ պարզվեց այս առումով եւս մենք ունենք ընդհանրություններ։ Ավելի քան 16 տարի առաջ հերոս քաղաք Նովորոսիսկի պատվիրակությունը առաջին անգամ այցելեց Գավառ եղբայր քաղաքների կապը ստեղծելու նպատակով։ Այս ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք։ Մենք փոխադարձ այցեր ենք ունեցել եւ միասին անցկացրել բազմաթիվ միջոցառումներ, որոնք ամրապնդել են երկու ժողովուրդների բարեկամությունը։ Մենք Հայաստանի ողջ տարածքում զբաղվում ենք հուշարձանների պահպանության փոխանակով եւ առանձնապես հաճելի է, որ կան քաղաքներ, որտեղ այս ուղղությամբ որևէ բան անելու կարիք չկա։ Այդպիսին է Գավառ քաղաքը։ Ուզում եմ նշել, որ Լազար Սերեբրյակովը ռուսական ռազմածովային նշանավոր սպաներից մեկն է եղել։ Մենք հպարտ ենք դրանով։ Օրվա միջոցառումների շրջանակներում այց է կազմակերպվում նաև Գավառ համայնքի հայրենական մեծ պատերազմի միակ վետերան Սարուխանցի 103-ամյա Մեխակ Ավետիսյանին։ Այցելուները զրուցում են նրա հետ, մաղթում առողջություն ու բարեկեցություն։ Ալբարտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամահոր։ Գավառ համայնքը ձեռք է բերել կոմունալ սպասարկման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնող հերթական տեխնիկան։ Այս տեխնիկան հնարավորություն կտա փողոցները մաքրել փոշուց եւ ավազից, թեթևացնելով կոմունալ սպասարկման համակարգի աշխատակիցների գործը։ Գավառ համայնքի կոմունալ սպասարկման համակարգը համալրվեց եւս մեկ տեխնիկական միջոցով։ Վակուումային մեքենա փոշեկուլը մեկ միավորն է տեխնիկական այն 5 միջոցների, որոնք համայնքը ձեռք է բերել սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Համաշխարհային բանկի եւ համայնքների համաֆինանսավորմամբ։ Այս փոշեկուլը մասնավորապես կօգնի եւ կլրացնի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային հիմնարկին, որպեսզի ձմռանը հատկապես շաղթված ավազը
ավելի հեշտությամբ մաքրվի, աշնանը տերևներ ավելի հեշտությամբ հեռացվեն փողոցներից։ Այս տեխնիկան ամբողջությամբ կօգտագործվի, որը ոչ միայն հեռացնելու է փոշին, ավլում է եւ նաեւ ջրցան դեր է կատարում։ Համայնքի խոշորացումից հետո կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական միջոցները բավարար չէին բնակավայրում մաքրման եւ ճանապարհների պահպանության համար։ Օժանդակ տեխնիկական միավորներ ներգրավելու համար համայնքի բյուջեից էին միջոցներ տրամադրվում։ Ձմռանը ճանապարհները մաքրելու համար մենք հայտարարում ենք մրցույթներ, այլ աշխատանքներ իրականացնելու համար կնքվում են տարբեր պայմանագրեր եւ այդ ծառայությունները ձեռք էին բերվում մրցութային կարգով տարբեր կազմակերպությունների միջոցով։ Քաղաքային կոմունալ վակուումային մեքենա փոշեկուլի արժեքը 86 միլիոն դրամ է։ Ընդհանուր առմամբ 2023 թվականից սկսած Գավառ համայնքի ձեռք բերած 5 տեխնիկական միջոցների նախնական արժեքը կազմել է 224 միլիոն 500 հազար դրամ, որի 5%-ը ներդրել է համայնքը։ Այս համագործակցության արդյունքում բավականին մեծ բեռ թեթևացավ Գավառ համայնքում եւ արդյունքում եւ ձմռանը եւ տարվա մյուս եղանակներին մեր համայնքի բնակիչները տեսնում են այս տեխնիկաների դրական ազդեցությունը եւ բնականաբար կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային հիմնարկն էլ իր աշխատանքների արդյունավետությունն է տեսնում։ Գավառ համայնքը գործակից կողմերի աջակցությամբ արդեն ձեռք է բերել նաև բազմագործառույթ կոմունալ մեքենա, ավտոգրեյդեր, մինի ամբարձիչ եւ էքսկավատոր։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հավաստմամբ տեխնիկական միջոցների համալրումը շարունակվելու է կոմունալ սպասարկումն առավել որակյալ եւ ամբողջական դարձնելու համար։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Մադինագյուղն արդեն եկեղեցի ունի։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է մադինեցի բարերարի հովանավորությամբ։ Եկեղեցու օծումն ու բացումն ուղեկցվել է տոնախմբությամբ։ Գեղարքունիքի մարզի Մադինագյուղում 4 տարի տևած շինարարությունից հետո օծվում է Սուրբ ամենափրկիչ եկեղեցին։ Նորակառույց եկեղեցու օծման կարգը կատարվում է Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ աղոթակցությամբ թեմի քահանայական դասի, ջրով ապագինով լվացվում են նորակառույց եկեղեցու սյուները, Սուրբ Սեղանն ու Մկրտության ավազանը, մյուրոնով օծվում է եկեղեցին եւ հնչում է առաջին տերունական աղոթքը։ Սրբազան արարողության ավարտին Գեղարքունյաց թեմի առաջնորդն ընթերցում է Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հղված եկեղեցու կառուցման բարերար Մհեր Բաղդասարյանին։ Վստահ ենք, որ մեր եկեղեցու նկատմամբ ձեր որդիական զգացումները պիտի շարունակվեն արդյունավորվել աստվածահաճո նորանոր գործերով։ Իշա սիրեցյալ մեր ժողովրդի եւ իզորացումն համազգային մեր կյանքի։ Մատինագյուղի բնակիչներին եւ տարբեր համայնքներից եկած ուխտավորներին նորակառույց Սուրբ ամենափրկիչ եկեղեցու օծման եւ բացման արդիվ շնորհավորում են թեմի առաջնորդը, մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները։ Ներկայացվում են նաեւ Մադինայում պետական եւ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են ոչ միայն գյուղի տնտեսական, այլև կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը։ Ըստ խաղաղություն զիմտամ ձեզ, ըստ խաղաղություն թողում ձեզ։ Այս խաղաղության պատգամը այսօր այս եկեղեցվո օծման առիթով առաջինն է, որ գալիս է իմ շուրթերին եւ ես ուզում եմ այս համայնքից Մարտունու տարածաշրջանից այս եկեղեցու օծման առիթով այս խաղաղության պատգամը հղել հայոց աշխարհին եւ հայ հասարակությանը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունս հայտնել մեր բարերարին, ճարտարապետին, այս հրաշալի եկեղեցու կառուցման կապակցությամբ, մեր սրբազաններին, օծման եւ բացման կապակցությամբ, ուզում եմ նաեւ ձեզ բոլորիդ մեկ բանի մասին եւս տեղյակ պահել, որ քիչ հեռու կառուցվում է Մադինայի կրթահամալիրը, այստեղ կառուցելով եկեղեցի, կառուցելով դպրոց, Մադինան նոր շունչ կստանա եւ մեր հայրենակիցները կմնան այստեղ, կկապնվեն իրենց մայր հողին եւ կշենացնեն մեր երկիրը։ Մադինան վերջին տարիներին ծաղկում ու զարգանում է ոչ միայն իր զավակների ջանքերով,
ու կառուցող ձեռքերով, այլ նաև հայրենի կառավարության ամենագործուն աջակցությամբ, որն արտահայտվում է արտի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի, ոռոգման և խմելու ջրատարների, արտաքին լուսավորության ցանցի կառուցմամբ, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմամբ ու այլ ձեռնարկներով։ Իսկ Սուրբ ամենափրկիչ եկեղեցու կառուցումը ոգեշնչելու է բոլորիս, մեր հայրենի տունը միշտ շեն ու ծաղկուն պահելու։ Մարտունի համայնքի ղեկավարը Մադինայի նախկին բնակիչ Ռուսաստանաբնակ բարերար Մհեր Բաղդասարյանին հանձնում է շնորհակալագիր եւ հուշանվեր գյուղի հոգեվոր զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Ես 7 տարի տանջվելուց, չարչարվելուց հետո մտածելով տանջվելով, որ երբ կգա այն օրը, որ այսօրին ես արժանանամ, ես արժանացա ու արժանացրի բոլորիդ այս սրբությունը։ Դուք բոլորդ այս սրբությունը բարով վայելեք։ Սուրբ ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետն է Ռաֆիկ Հերգնյանը, կենտրոնագմբեթ խաչաթև 17 մետր բարձրությամբ, 7.5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ եկեղեցին Մադինա գյուղի միակ և առաջին օծված եկեղեցին է։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի իլրումն բաժինը։ Մաղթում եմ ձեզ հաճելի հանգստյան օր։ Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը տոնում է մեծ հայրենականում տարած հաղթանակի 80-ամյակը։ Դա պարզապես պատմություն չէ։ Դա այն սերունդների կյանքն է, ովքեր անմնացորդ նվիրեցին իրենց ուժը, երազանքները և անգամ կյանքը հանուն մեր ապագայի։ Հայրենական մեծ պատերազմը համազգային հերոսություն էր։ Այդ հաղթանակը կերտեցին մեր պապերը, հայրերը, ովքեր կանգնեցին կյանքի ու մահվան սահմանին և ընտրեցին կյանքը։ Տոնական ցերեկույթի գլխավոր հերոսը հայրենական մեծ պատերազմի վետերան 103-ամյա Մեխակ Ավետիսյանն է։ Մարզային գրադարանի աշխատակիցներն ու միջոցառման մասնակիցները իդեմս Մեխակ Ավետիսյանի երախտագիտության, հարգանքի և հիշատակի տուրք են մատուցում մեծ հայրենականի բովով անցած բոլոր մարտիկներին։ Այսօր մենք միասնաբար կանգնած ենք ժամանակի այն խորհրդավոր սահմանագծին, որտեղ հիշողությունը վերածվում է պարտքի, իսկ պատմությունը պատգամի։ Հաղթանակի օրը բոլորիս հիշեցնում է, թե ինչ մեծ գին է վճարվել ազատության, արժանապատվության ու խաղաղ կյանքի համար։ Խորին շնորհակալություն և երախտագիտություն ենք հայտնում ձեզ, հայոց պատմության ամենադժվարին տարիներին ցուցաբերած անձնվիրության, անձնական սխրանքի և հայրենասիրության համար։ Մեխակ Ավետիսյանը պատերազմի օրերն այսօրվա պես է հիշում, պատմում է երկար, ամենափոքր մանրամասնություններով հագեցած։ 39 թվի գրքված պայմանագիրը Հիտլերը չաբարեց սպաստատուղ 41 թվականի հունիսի պատրաստ սկսեց սովետական միջան դեմ։ Ես այդ ժամանակ Ռիգայում էի։ Նոր զորամաս էինք ստացել, Հրետանայի զորամաս։ Գնացինք թշնամու դեմ։ Помню, как в памятный вечер падал платочек твой с плеч, как провожала и обещала синий платочек сберечь. Գեդեոն Միքայելյան, խորհրդային միության հերոս, գնդապետ և հնագետ, հայորդի, ով պատերազմի միջով անցավ և իր կյանքը նվիրեց հայրենի եզերքի պատմական, մշակութային և հնագիտական հուշարձանների ուսումնասիրությանը, միջոցառման ընթացքում ցուցադրվում է նրա մասին պատմող տեսաֆիլմը։ Меня переполняет гордость, что в моей семье, в моей крови были люди, которые боролись за нашу свободу, за нашу честь и за наши жизни. Каждый полковник, каждый командир и генерал, они все начинали свой путь со становления солдатом, как и мой дедушка, как и Гедеон. Но, к сожалению, мы потеряли дедушку 2 года назад, и эта боль остается с нами. Так же, как и боль за нашу Родину, как и боль за наших молодых солдатов, ушедших за Арцах. И мы всегда будем их помнить. Պատերազմի օրերին ռազմաճակատից ստացվող և ռազմաճակատ ուղարկվող նամակները հարազատ մարդկանց միջև կապի միակ միջոցն էին, որ սնում էին կրկին միմյանց հանդիպելու հույսը։ Ահա այդպիսի մի ջերմ նամակ է ընթերցվում, որն 80 տարվա հեռվից շարունակում է մնալ հուզիչ և անկեղծ։
Բարև Մարուս ջան, անմոռաց բարևներով բարևում եմ քեզ, նրան, ում որ երբեք չեմ կարող մոռանալ։ Մարուս ջան, այսօր 2 օգոստոսի 42 թվական ստացա ուղարկածդ նամակը, որը առաջին նամակն է 3 տարվա ընթացքում։ Ուղղակի զարմանում եմ, թե ոնց է, որ իմ ուղարկած նամակը դու ստացել ես, քանի որ մի քանի անգամ նամակներ ուղարկեցի եւ մնացի առանց պատասխանի։ Իսկ այսօր ֆրոնտում հանկարծ ստացա նամակդ, որի համար շնորհակալություն։ Միջոցառումն ամբողջանում է հյուրերի բանախոսություններով, շնորհավորանքներով եւ նախաձեռնության կարեւորությունն ընդգծող ելույթներով։ 1945 թվականին պատերազմից վերադառնում է հաշմված իմ հորաքրոջ ամուսինը եւ բոլորը վազում են դիմավորելու, որտեղ կանանց մի մաս ուզում էր լուր ունենալ իր եղբորից, հորից, հարազատից, մենք ուրիշը պարզապես ուզում էր կենթանի հերոս տեսնել, որ վերադարձել է պատերազմից։ Այդ խմբի հետ վազում է նաև իմ հորաքրոջ տղան 4 տարեկան էր եւ գյուղի մեծ կանայք հարցնում են դու ուր ես վազում, ասում վազում եմ հորս դիմավորելու եւ անցնում է հոր մոտով ոչ էլ իմանում որ դա է իր այրը պատերազմի ողբերգությունը ես գերեցի որ առաջին հերթին էստեղ է երբ հայր եւ որդի իրար չեն ճանաչում Այսօր հայրենական մեծ պատերազմի վետերանների քանակը մեր հանրապետությունում ընդամենը 30 հոգի է։ Այդ 30 հոգուց մի հոգի 104 տարեկան է, Հրանտ Կարապետյան, 2 հոգի 103 տարեկան, մյուսները մի 10 հոգի 100-101 կան։ Շատ ուրախ եմ նաև, որ այստեղ է այս տարածքի միակ արդեն կենդանի մնացած հայրենական մեծ պատերազմի վետերան, ինձ համար շատ սիրելի Մեխակ Ավետիսյանը, Yeah.